Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ով է ծեծել կլինիկական մահ, ախտորոշման պարապկիր բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին, դեռ հայտնի չէ, մեկ կին ձերբակալվել է։ Այս ընթացքում ահասարսուռ մանրամասներ են հայտնի դարձել Դարակերտում դաժանորեն ծեծված մեկամյա երեխայի հարազատների մասին։ Տատիկի խոսքով աղջիկը 2 ամիս ապրել է կողակցի տանը, հետո փախուստի է դիմել երեխային թողնելով այնտեղ։ Երեխայի կենսաբանական հայրը դեռ մինչև երեխայի ծնունդը փորձել է ազատվել նրանից։ Երեխայի մայրը 4 երեխա ունի, նրանցից 2-ը խնամակալի մոտ են, մեկը տատիկի։ Հիմա 21-ամյա կինը 5-րդ երեխային է սպասում։ Ծեծի ենթարկված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Լրագրողների հետ զրույցում ընտանեկան բռնություններին անդրադարձել է ներքին գործերի նախարարը։ Իմ կարծիքով փեսան կապ չունի։ Որ կապ չեք կարող հաստատեք։ Կապ չեն կարող հաստատենք, կամ ոստիկանությունում է, կամ էլ չգիտեմ։ Որովհետև անհնար է, էլի։ Չի կարող ինքը, եթե ինքը կապ ունենար, ինչ է տանում այդ դեպքում հիվանդանոց երեխան։ Ճիշտն ասած, իրանք նենց ընտանիք են, որ մենք չենք շփվում։ Որպես հարևան մենք չենք շփվում իրանց հետ։ Դուք էստեղ եք ապրում։ Այո, ես այստեղ եմ ապրում, բայց իրանց հետ չեմ շփվում։ Իրանք այլանդակ ընտանիք են։ Արդեն 5-րդ երեխան պետք է ունենա։ Ինչ ծերի պետք է ունենա։ Մյուս երեխեքին ո՞նց է պահում։ Չի պահում։ Մանկատուն նստել։ Երեկվա դեպքի հետ կապված տեղեկություն ունեք դուք մինչև հրապարակումը եւ ինչ է այս պահին ձեզ հայտնի։ Բնականաբար ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։ Հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ եւ այն անձը, ով որ մեր տվյալներով կասկածում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է եւ հանձնվել է քննչական։ Խոսքը խոր մասին է։ Այո։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին սպանելու մասին։ Նա Իսլամական Հանրապետության ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է, որն ըստ որոշ տեղեկությունների Ալի Խամենեիից հետո երկրի փաստացի ղեկավարն էր։ Մինչև այդ Իրանը ռմբակոծել է Իսրայելի քաղաքները կասետային հրթիռներով։ Տեսանյութերը տարածել են իրանական լրատվամիջոցները։ Իրանում տեղի ունեցավ հնդկական օվկիանոսում կործանված նավաստիների հուղարկավորությունը, այն տորպեդահարել էր ամերիկյան Սուզանավը։ Նավը վերադառնում էր Հնդկաստանում անցկացված միջազգային վարժանքներից։ Նավում անձնակազմի մոտ 130 անդամ կար, միայն 32 նավաստի է փրկվել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը նաև տեսանյութը հրապարակել ընդմիջումից։ Ես սալատը շատ եմ սիրում, շատ լավն է, որ ռեստորաններում կարաք պատվիրեք։ Արարատյան սալատա կոչվում։ Իրանում պատերազմ է, Հայաստանում թանկացումներ, Կենտրոնական բանկի նախագահն է այսօր արձանագրել, որ եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, գները կաճեն։ Մենք փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արևելքի հակամարտության սրման արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, ու մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-ից 1.7%, ու դուք տեսնում եք ենթակոմպոնենտները, դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլ ընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, հայտնել է Զարե Սինանյանը։ Մարդիկ հույս ունեն, որ պատերազմը շուտով կվերջանա։ Որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն որպես այդպիսին հայերի փախուստ կամ
չգիտեմ ոնց ձևակերպեմ դա, շարժ դեպի Հայաստան չկա, այո։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ եւ այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը, այսպես է մեկնաբանել ԿԳՄՍ նախարարը Նիկոլ Փաշինյանի ցուցումով Ցեղասպանության թանգարանի տնօրենի հեռացումը։ Նրա խոսքով ինքը դրանից հետո հանդիպել է Ցեղասպանության թանգարանի աշխատակիցների հետ, քննարկել է բոլոր խնդիրները, սակայն ոչ մեկին բացատրություն տալու կարիք չունի։ Նա հերքել է այն պնդումը, թե ինքը ի սկզբանե հայտարարել էր, որ Էդիտա Գզոյանի հեռացման պատճառը Ծիծեռնակաբերդում կատարվող շինարարական աշխատանքներն էին։ Ըստ նրա պատճառը կառավարչական բացերն էին, իսկ մնացածը արարողակարգի հարց է։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Արարողակարգը յուրաքանչյուր այցի համար կազմվում է առանձին համաձայնեցնելով մյուս կողմի հետ։ Մկրտիչ Սրբազանը ազատ արձակվեց, փաստաբանները անհիմն են համարել մեղադրող կողմի հայտարարությունները, թե իբր Սրբազան հայրը լինելով ազատության մեջ կարող է ազդել կարգալույցներ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի վրա։ Արգելել այցելել թեմի նստավայր, ինչպես նաեւ հայ առաքելական սուրբ եկեղեցիներ Արարատի մարզում գտնվող որոշումը սահմանված ժամկետում կտրամադրվի վարորդի մասնավոր եւ հանրային մասնակիցներին։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. Եթե ցանկանում եք կտրվել Երևանյան տխուր իրականությունից, իրանական պատերազմի սարսափներից, ծառերի սպանդից, որը ծավալվում է պատուհանից այն կողմ, մեր առօրյայի մաս կազմող սպանություններից, աղքատությունից, Ալիևի ռազմատենչ հայտարարություններից, հետևեք վարչապետ Փաշինյանի մարզային այցելություններին, Facebook-յան լայվերին, թոշակառուների հետ զրույցներին, դիտեք ուրախ ավտոբուսի արկածները, նախընտրական սերիալը, որը ցուցադրվում է ամեն շաբաթ-կիրակի։ Մի օգտատեր վարչապետի մարզային սերիալի տակ գրել էր. Ֆրեդ Կրյուգերի արկածները, բայց դե նա Չարու նախանց ԿՊԻ լավը չուզող ընդդիմադիրներից է։ Իսկ վարչապետի բեմադրած սերիալում դուք կտեսնեք մի ուրիշ իրական Հայաստան։ Ու չեղավ մեկը, որ վարչապետին ասեր, իսկ դու մեր ժողովրդի տված 7 միլիոն պարգևավճարը ստացար, լավ էր թե չէ։ Այս հանգստյան օրերին նա թիմով քշել հասել էր Սյունիք, կանգառներ արել Արենիում, Վայքում, Աղավնաձորում, Գոհու երջանի քաղաքացիները սելֆի էին անում, ողջագուրվում վարչապետի հետ։ Հրապարակը գրում է. նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է եւ նախատեսվում է այն քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաեւ խմբակցությունում։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում երեկ հայտարարել է նախարար Սրփուի Գալյանը։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում եւ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել էի, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի, ասաց նախարարը։ Նոր մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող սահմանադրության նախաբանում առկա հղումն է անկախության հռչակագրին, որն Ադրբեջանին դուր չի գալիս։ Այն հանելու վերաբերյալ իր մտադրության մասին մոտ 1 տարի առաջ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը տուրք տալով Ադրբեջանի նախագահի պահանջներին։ Ընդ որում մի անգամ արդեն սահմանադրական դատարանը դրան անդրադարձել է, երբ վավերացվում էր սահմանազատման կանոնակարգը։ ՍԴՄ որոշեց, որ հռչակագրում տարածքային պահանջներ չկան եւ այն չի կարող հետևանքներ առաջացնել, բայց Ադրբեջանին դա չբավարարեց։ Նրանք շարունակեցին պնդել, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի անկախության հռչակագրի տեքստը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ պնդեց իր որոշումը։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Հրապարակը նաև գրում է 2025 թվականի ապրիլին մեղադրանք էր առաջադրվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանին, որին ազատել էին աշխատանքից եւ տնային կալանք սահմանել։ Քննչական կոմիտեից միայն հայտնել էին, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ։ Քրեական օրենսգրքի 418
400-րդ հոդվածի առաջին մասով դավաճանություն և 424-րդ հոդվածի առաջին մասով լրտեսություն։ Այդ ժամանակ լրատվամիջոցները գրել էին, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին։ Նախաքննությունը տևել է 1 տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին հաստատման։ Այս քրեական գործում բացի Սոնյա Միրզոյանից մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ԿԿ-ն մեղադրանքի առաջադրել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացման եւ էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը իր ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերին։ Իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վնաս է հասցրել կազմակերպության շահերին։ Նախաքննության ընթացքում մեր տեղեկություններով փոխվել է Սոնյա Միրզոյանի խափանման միջոցը։ Դատարանը նրա տնային կալանքը փոխել է վարչական հսկողությամբ, ինչն ավելի մեղմ խափանման միջոց է, իսկ Անահիտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Ստացվում է, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող տիկնոջ մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը։ Հակառակ դեպքում նա կլիներ բանտում, ինչպես մյուս նմանատիպ քրեական գործերի դեպքում է։ Ժողովուրդը գրում է իշխանության ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության եւ սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը, որի շրջանակում պետք է միավորվեն առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։ Այդ նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որը ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելի կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Քննարկվող նախագծի վրա աշխատանքներ արդեն բավական առաջ են գնացել եւ մտնում են վերջնական փուլ։ Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից համակարգը ամբողջությամբ վերափոխվելու նպատակով, սակայն կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։ Իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից եւ նախաձեռնությունների ձևից։ Որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես Թորոսյանի հերթական փորձ վերահսկել առավել մեծ ոլորտ։ Ու եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհեռանա պաշտոնից, նրան այլ պաշտոն կառաջարկվի, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։ Ոսկետապ գյուղի վարչական տարածքում սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին, բայց ապարդյուն նա ձերբակալվել է։ 9 պատուհան մաքրելիս ընկել է 5-րդ հարկի պատուհանից, մի քանի րոպե մնացել ձյան մեջ, հետո բարձրացել ու տուն գնացել։ Միջադեպը տեղի է ունեցել Օրենբուրգում։ Բժիշկների խոսքով նրա հետ ամեն ինչ կարգին է։ Կալիֆորնիայում ոսկերչական խանութից 1.7 միլիոն դոլարի ոսկեղեն են գողացել։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալով կողոպուտը տևել է մոտ 1 րոպե։ Եվ եղանակ մի քանի օր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 նիշ։ Հետևեք Անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։